Ասմա եղբայր ջան, ես 20 տարի ես գալիս եմ եկեղեցի, բայց ոչ մի բան իմ մեջ չի փոխվել։ Նույն դժվարությունները, նույն պարտությունները, նույն վիճակն է։ Եղբայր իրան ասում էր, ասմա քուր ջան, հիմա քու հավատքը ոնց է, էլի, ասենք դու օրինակ հավատում ես, որ աշխարհում որ քեզ փառավորեն, դու դրանով երջանիկ կլինես, դրանով կապրես, ասմա չէ, այդպես բանի չեմ հավատում։ Ասմա բա հիմա ոնց ես հավատում, ինչի ես դու հավատում։ Դե ասմա ես հավատում եմ, որ իմ կյանքը Հիսուսն է, ես Հիսուսից դուրս ուրիշ կյանք չունեմ։ Ասմա բա հիմա ինչն ես ուզում որ փոխվի, այն ինչ որ պետք է փոխվի, փոխվել է արդեն։ Այսինքն ինչն է փոխվել, հավատքն է փոխվել, չէ՞։ Եթե դու առաջ հավատում էիր, որ քու հավիտենական կյանքը կապված է աշխարհի հետ, աշխարհի մեջ քու մարդկային փառքի հետ, հիմա հավատում ես, որ քու կյանքը Հիսուսն է, սրանից ավել ինչ ես ուզում, որ քու մեջ փոխվի։ Չէ, եղբայր ջան, ասում է, իմ վիճակը, իմ վարքը, այ քուրս ասում է, ախր պետք է սկզբում փոխվի մեր հավատքը։ Դու եթե շփոթում ես, ուզում ես, որ քու հին մարդը փոխվի, իմացի, որ չի փոխվելու։ Հին մարդու հատկությունները, ցուցակը, որը որ գրված է, շնություն, ամբարտավանություն, սպանություն, կռապաշտություն, հին մարդը չի փոխվելու։ Ուզում է 20 տարի չէ, 200 տարի կաս եկեղեցի, մեկը հին մարդը նույն հին մարդն է, նա չի փոխվում։ Բա ինչն է փոխվում։ Ոչ թե մեր վիճակն է սկզբում փոխվում, ժողովուրդ ջան, այլ սկզբում փոխվում է մեր հավատքը, մարդու, ցանկացած մարդու, հավատքն է փոխվում։ Այսինքն մարդը Սուրբ Հոգու ազդեցությամբ հավատում է, որ այն կյանքը, որը փնտրում էր աշխարհում, չի գտնելու, այդ կյանքը Հիսուսի մեջ է, հավատքն է փոխվում, ժողովուրդ ջան։ Մարդը անընդհատ ուզում է ուշադրություն դարձնի իր վիճակի փոփոխությանը, բայց իր համար դառնում է նույնիսկ աննշան մի փաստ, որ իր հավատքը փոխվել է, բայց հավատի փոփոխությունը աննշան չի, չափազանց լուրջ բան է։ Եվ հավատի փոփոխությունից սկսած ժողովուրդ ջան, երբ որ մարդ իսկապես հավատում է, որ իր կյանքը Հիսուսն է, պետք է այդ հավատքով առնի այն պարգևը, որ Աստված տվել է իրան։ Այսինքն պետք է ինքը օգտվի Աստծո սիրուց, ոչ թե մենակ օդի մեջ ասի, որ Աստված մեզ սիրում է, այլ ես կոնկրետ այդ սիրուց օգտվել եմ, թե չեմ օգտվել։ Այսինքն հիմա ոնց որոշենք, ես օգտվել եմ, թե ոչ։ Աստծո սերը ինչով է արտահայտվել մարդկության հանդեպ, ժողովուրդ ջան։ Աստծո սերը արտահայտվել է նրանով, իհարկե բոլորը կպատասխանեն, որ իր որդին խաչվել է այդ Աստծո սիրուց է եղել, բայց այդ խաչվելու իմաստը, այդ խաչվելուց, այդ խաչից ես կոնկրետ անձամբ ես ինչ օգուտ ունեմ։ Աստծո սերը անձամբ ինձ համար ինչով է արտահայտվել։ Եթե մեկը մեկին սիրում է, ինչ-որ բան անում, չէ, այդ սերը պետք է կոնկրետ գործով արտահայտվի։ Հիմա ասենք, Աստված ինձ սիրում է։ Ինչով է արտահայտվել Աստծո սերը ինձ համար։ Ժողովուրդ ջան, Աստծո սերը կոնկրետ ինձ համար եւ քեզ համար արտահայտվում է նրանով, որ երբ որ դու իսկապես հավատում ես, որ քո կյանքը աշխարհում չի, այլ Հիսուսն է, այդ հավատի հիման վրա Աստված քեզ տալիս է պարգև, տալիս է արդարության պարգև եւ տալիս է կյանքի պարգև։ Այսինքն, եթե դու այդ պարգևները չես ստացել, նշանակում է ասել, որ Աստված ինձ սիրում է, այդպես օդի միջի խոսակցություն է։
Եթե դու ասենք ասես իմ մեր ինձ սիրում, բայց մերը ինչ արել ես համար տեղյակ չես, խաբար չես ինչ արել։ Ասենք որ Աստված մեզ սիրում է, Ժողովուրդ ջան, եւ տեղյակ չլինենք, թե ինչ է արել մեզ համար, այդ նշանակում է դա օդի մեջ անիմաստ նախադասություն է։ Եթե Աստված ինձ սիրում է, ինչ է արել ինձ համար, կոնկրետ։ Եթե ես ասում եմ, որ իր որդին ինձ համար խաչվել է, դա ճշմարտություն է, բայց այդ խաչը ինչ արժեք ունի այսօր, այս պահին, այս աղոթքի մեջ։ Աստված սիրելով ինձ եւ քեզ, իր մեջ եղած կյանքը, իր աստվածային բնությունը քեզ նվեր է տվել, որպես պարգև է տվել։ Եթե այդ պարգևը դու չես ստացել, նշանակում է Աստծո սիրուց չես օգտվել։ Ժողովուրդ ջան, Սուրբ Գիրքն ասում է, որ հոգին մեկ է, պարգևները զանազան։ Շատ պարգևներ կան բժշկության, հոգեքննության, մարգարեության եւ այլ, չեմ ուզում երկարացնել, բայց կան երկու պարգև, որոնք պետք է ստանանք բոլորս։ Որոնք են այդ երկու պարգևները։ Մեկը դա արդարության պարգևն է, իսկ մյուսը կյանքի պարգևը։ Եթե դու այդ պարգևները չես ստացել, նշանակում է դու Աստծո սիրուց չես օգտվել։ Աստծո սերը քեզ համար օդի մեջ եղած նախադասություն է։ Եղբայրներ քույրեր, երբ որ Հիսուսը խոսում էր սամարացի կնոջ հետ, կարող է պատահի դու հավատքդ, որ հինն է, չես ուզում, դու ուղղակի կարիք չունես այդ պարգևներից օգտվելու, դու մերժում ես, սա ուրիշ բան է։ Բայց եթե դու կարիքը ունես, այսինքն չես մերժում այդ պարգևները, քո հավատքը պետք է գործի տրվի, աճի այնքան, մինչև որ ռեալ այդ պարգևները դու առնես։ Նայեք, երբ որ Հիսուսը խոսում էր սամարացի կնոջ հետ, ինչ ասեց։ Խոսում էին, ասեց, որ այդ ջրերը, որ խմեք, նորից կծառավեք, Հիսուսը հիշում եք։ Հետո ավելացրեց, ասավ, եթե դու իմանայիր ինչը, Աստծո պարգևը, եւ եթե իմանայիր ով է քեզ հետ խոսում, եւ եթե խնդրեիր, ուրեմն ուշադիր լսեք, Ժողովուրդ ջան, ինչ իմանայիր ասեց այդ կնոջը, եթե դու իմանայիր Աստծո պարգևը, եթե իմանայիր ով է քեզ հետ խոսում, եւ եթե խնդրեիր, ապա ինչ կլներ։ Ապա ես քեզ կտամ այն ջուրը, որը խմելուց հետո այլևս երբեք չես ծառավի։ Ուրեմն եթե ես հետո ասավ Տեր, ես ուզում եմ ես այդ դուր այդ ջուրը որ խմեմ, ինչ ասավ Հիսուսը։ Ասավ գնա մարդուդ կանչի։ Ինք ասավ ես մարդ չունեմ։ Ասավ ճիշտ ես ասում, դու 5 հատ մարդ ես ունեցել, այր ես ունեցել, այն էլ որ հիմա ունես քունը չի։ Ասավ ես տեսնում եմ, որ դու մարգարե ես։ Այս խոսակցությունը տանում էր նրան, որ ուղղակի եթե կինը կնոջ մեջ տեղի ունեցած լիներ հավատքի փոփոխության մի քայլ, որ 5 հատ մարդ կամ 50 հատ մարդ ունենալը իրան մեգա չէր բերելու հոգեկան ծառավը հարցի լուծման, այսինքն եթե ինքը հավատար, որ աշխարհում չկա կյանք, դարձի կար։ Երբ որ Հիսուսը անձամբ Հիսուսը քարոզում էր, ասում էր դարձի եկեք, ապաշխարեցեք եւ ավետարանին հավատացեք։ Ուրեմն Ժողովուրդ ջան, երկու քայլ է, դարձի եկեք, ապաշխարեցեք եւ ավետարանին հավատացեք։ Ուրեմն Հիսուսը այդ կնոջը հասկացրեց, որ եթե քո հավատքը հերիքի, որ դու դարձի կաս 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ մարդ առնելու մեջ չտեսնես քո կյանքը, այլ հավատաս, որ կյանքը ես եմ, եւ հասկանաս, որ այդ կյանքը Աստծո ձրի պարգևն է։ Այդ դեպքում ասավ դու խնդրես եւ ես քեզ կտամ եւ այլևս չես ծառավի։
Ուրեմն ժողովուրդ ջան, ինչ ա մեր մեջ փոխվել 10 տարի են, 20 տարի են, կարող է մեր վիճակը բոլորովին չի փոխվել, նույն հուսահատությունը, նույն փորձերը, այդ ցուցակները պահելու, նույն պարտությունները, նույն ողբերը, նույն լացը, մեր վիճակը չի փոխվել, բայց մենք չենք նկատում մի կարևոր բան, որ վիճակի փոփոխությունը ժողովուրդ ջան, պետք է հետևի հավատքի փոփոխությանը, որ մի շատ լուրջ բան է տեղի ունեցել, մեր հավատքը փոխվել է, մենք դրան ուշադրություն էլ չենք դարձնում։ Իհարկե շատ ցավալի է, որ սամարացի կնոջ հավատքը գուցե չէր փոխվել, 5-րդ մարդուց հետո 6-րդ, 10-րդին մասներ մտածում, սա ուրիշ խոսք է, որ մարդը շարունակում է իր հավիտենական կյանքը տեսնել աշխարհի մեջ, սա ուրիշ վիճակ է, բայց եթե մարդը չի հավատում աշխարհի մեջ եղած կյանքին, հավատում է, որ Հիսուսն է կյանքը, Եվս մի քայլ պետք է անի, պետք է ճանաչի Աստծու պարգևը։ Այսինքն մենք պետք է ճանաչենք, որ Տիրոջ ներկայությունը մեր հոգու մեջ Աստծու պարգևն է, եւ Տիրոջ արդարությունը նույնպես Աստծու պարգևն է, ժողովուրդ ջան։ Հիմա որպեսզի մենք այս երկու պարգևը ճանաչենք, Ես ուզում եմ անդրադառնալ նորից ինչ տեղի ունեցավ Եդեմական պարտեզում։ Մի քանի հարցեր Եդեմական պարտեզի հետ կապված քննարկենք, որպեսզի օգնի տա մեզ, Աստծո խոսքը օգնի մեզ ճանաչելու Աստծու պարգևը, որպեսզի ի վերջո մենք կոնկրետ օգտվենք Աստծո սիրուց։ Աստված մեզ սիրում է, նախադասությունը օդի մեջի խոսք չլինի։ Ինչ է տեղի ունեցել Եդեմական պարտեզում, ժողովուրդ ջան։ Տեղի է ունեցել վթար։ Ասենք մարդը ճանապարհ է գնում, ավտոյով ավարիա է տալիս։ Ինչ են անում ավարիայից հետո։ Վերցնում տանում են հիվանդանոց եւ այնտեղ ստուգում են, արդյոք ինչ է վնասվել։ Պլանային քո ողնաշարը չի վնասվել, հո գլուխը չի կոտրվել, վերջապես ինչ է եղել։ Բժիշկները ուսումնասիրում են ու տեսնում են, որ աշտերը կուրացել է։ Այսինքն նախ սկզբում ստուգում են ինչա վնասվել, որպեսզի հետագայում ինչ անեն, բուժում անեն։ Ժողովուրդ ջան, երբ որ վթար տեղի ունեցավ Եդեմական պարտեզում, ինչը վնասվեց մարդու։ Մարդու մեջ շատ օրգաններ կա, չէ, դրանցից որը վնասվեց։ Նույնիսկ իհարկե հոգևոր խոսակցությունն եմ ասում։ Ասենք մարդը ստեղծված էր Աստծու պատկերով, արդյոք այդ պատկերը վնասվեց։ Ոչ, մարդը շարունակում է մնալ ոնց Աստծու պատկերով, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մարդը ունի հնարավորություն մեղքից հրաժարվելու դեպքում աստվածային բնությունը, Աստծո կյանքը հավատքով իր մեջ ընդունի։ Քրիստոս կյանքը իր մեջ ընդունելու հնարավորությունն է նշանակում Աստծու պատկերը։ Կենդանիները ստեղծված են իրենց տեսակի պես, այդպես է ասում Ծննդոց գիրքը։ Իսկ մարդը ստեղծված է ոնց Աստծու պատկերով։ Այդ Աստծու պատկերը նշանակում է, որ մարդը ունի հնարավորություն, նորից եմ կրկնում, իր մեջ ընդունելու Հիսուսին որպես կյանք, Աստծո պատկերը, Աստծո բնությունը։ Հիմա արդյոք այդ կառույցը մարդու մեջ վնասվեց, ոչ, չի վնասվել։ Աստված մարդուն ստեղծել էր նաև հոգու խորքում տնելով հավիտենական կյանքի ձգտումը։ Արդյոք այդ կառույցը վնասվեց այդ ավարիայից, ոչ։ Աշխարհի գիտնականները հիմա գլուխ են կոտրում, թե արդյոք մարդու հոգեբանության հիմքում ինչ անգած, չեն հասկանում ժողովուրդ ջան։ Մեկն ասում է շնության ցանկությունն է, մեկն ասում է ավերելու ցանկությունն է, մեկը ասում է փողն է, բայց ոչ մեկը ոչինչ չի հասկանում։ Սուրբ Գիրքը ասում է, մարդու հոգեբանության հիմքում ընկած է հավիտենական կյանք ունենալու ցանկությունը։ Մարդը ուղղակի չի ուզում մեռնի, ուզում է հավիտյան ապրի։
Որտեղից է այդ երևում։ Հիսուսը փարիսեցիների հետ խոսելուց ասեց. «Գրքերը քննեցեք, դուք նրանցով եք ուզում ինչ ունենալ, հավիտենական կյանք ունենալ, բայց բուն անոնք են, որ ինձի համար վկայում են»։ Այսինքն թեկուզ փարիսեցիներն ու դպիրները, թեկուզ մեղավոր մարդիկ ինչ էին ուզում, այդ մարդկանց ուզածն ինչ էր։ Հավիտենական կյանքն էր։ Ինչու՞մն էր տարբերությունը մեղավոր մարդկանց եւ արդար մարդկանց միջև։ Մեղավոր մարդիկ հավիտենական կյանքը ձգտում են մարդկային հարաբերությունների մեջ, արդար մարդիկ հավիտենական կյանքը փնտրում են Աստծո հետ եղած հարաբերության, Աստծո որդու մեջ, այդ է տարբերությունը։ Բայց մարդու հոգեկանի հիմքում կառույց է դա, որ ինչա մարդու ուզածը։ Մարդու ուզածը հավիտենական կյանքն է։ Ուրեմն նորից եմ ասում, որ կառույցները վնասվեց, այդ ավարյան, այդ վթարը անալիզ են կանում, ժողովուրդ ջան։ Ինչը վնասվեց, ինչը չվնասվեց։ Աստծո պատկերը չվնասվեց։ Դա նշանակում է, որ մարդը այսօր էլ մեղքից հրաժարվելու դեպքում, ինչ որ պայմանների դեպքում, ասենք Աստծո պարգևը ճանաչելու, մեղքից հրաժարվելու դեպքում ունի ինչ։ Ունի հնարավորություն Աստծո բնությունը իր մեջ ընդունելու։ Հավիտենական կյանքի ձգտումը մարդու հոգեկանի կառույցի ամենակարևոր մասը չվնասվեց, մարդը էլի ուզում է հավիտենական կյանք ունենա, բայց ինչը վնասվեց, խիստ վնասվեց, կուրացավ մարդը, հոգևոր տեսողությունը կորավ, աշտերը վնասվեց, ժողովուրդ ջան, կուրացավ, ոչ թե ֆիզիկական աշտերը վնասվեց, այլ ինչը վնասվեց, հոգևոր աշտերը վնասվեց, հոգևոր մարդը կույր է, որտեղից է դա երևում, հստակ Աստծո խոսքից, կույրեր, կույրերի առաջնորդներ, եթե կույրը կույրին առաջնորդի, ինչ պետք է անի, երկուսն էլ փոս գնան, ուրեմն մարդը տեսողությունը կորցրել է, հոգևոր աշխարհում լրիվ կույր է, նայմա մահին ասմա կյանքա, նայմա կյանքին ասմա մահա, նայմա սևին ասմա սիպտակա, նայմա սիպտակին ասմա սևա, չունի տեսողություն։ Հոգևոր տեսողությունը կորցնելու պատճառով մարդը չի տեսնում, որ մարդկային հարաբերությունների մեջ փառք փնտրելը չի բերելու իրան հավիտենական կյանք, չի տեսնում ինքը դա։ Ժողովուրդ ջան, որովհետև կույր է։ Հիմա Աստված սարքեց ծրագիր, որպեսզի այդ ավարիայի հետևանքները վերանա, մարդու աշտերը տեսնեն։ Ինչ ծրագիր սարքեց Աստված։ Ասում է Աստծո օրենքը ինչ է, կատարյալ է, հոգին կնորոջ է, Աստծո պատվիրանքները ինչ են, պայծառ են, աշտերուն լույս կտան։ Ուրեմն կուրացած աշտերին տեսողությունը կորցրած մարդուն Աստված ուզում է բերի հոգևոր տեսողության, որ մարդը տեսնի, այո, սիրելիս, դու հավիտենական կյանք ես ուզում, նաև տեսնես, որ հավիտենական կյանքը Աստծո որդին է, դու դա չես տեսնում։ Ժողովուրդ ջան, հետո հակառակորդը մի շատ դժվար խաղ է խաղում մարդու հետ։ Ինչ որ մի հատկություն Աստված ստեղծել է մարդուն, ասում է հա, լավ է, իհարկե այդպես պետք է լինի, բայց իջարն է օգտագործում։ Օրինակ ասենք Աստված մարդուն ոնց է ստեղծել։ Ստեղծել է, որ մարդը մենակ լավ չի զգում իրան, ժողովուրդ ջան։ Ադամի մասին գրած է, որ աղեկ չէ Ադամի համար, որ նա ինչ լի, մենակ լի։ Հոգեկան մենակությունը շատ դժվար բան է։ Նա կարիք ունի հոգեկան հաղորդակցության։ Ժողովուրդ ջան, այսինքն այլ լեզվով ասած, կարիք ունի սիրո։ Սուրբ Գիրքը ասում է սիրիր քո Տեր Աստծուն, չէ՞։ Քո ամբողջ հոգով, քո ամբողջ սրտով եւ ամեն ինչից առավել։ Ժողովուրդ ջան, մի շատ հայտնի բանաստեղծ ասում էր, որոշ հոգևոր դժվարությունների մեջ գնելուց հետո ասում էր սիրված չլինելը անհաջողություն է, բայց չսիրելը դժբախտություն է։
Նորից եմ կրկնում, եթե քեզ չեն սիրում, սիրված չես շրջապատի կողմից, դժբան է, անհաջող բան է դա, բայց եթե դու ինքդ չես սիրում, ասենք մարդը, որ իր երեխային է սիրում, վերջը չգիտեմ, ինչ որ մի բան սիրում է, եւ եթե ինքը սեր չունի իր մեջ, դա դառնում է մեծ դժբախտություն, բայց Աստված մարդու հոգին նենց հաստեղծել, որ մարդը պետքա սիրի իր Տեր Աստծուն, սիրելու հատկությամբ աստեղծել, բայց մարդը սիրում է կուրթերին։ Այսինքն այդ հատկությունը, որ Աստված դրել է մարդու մեջ, այսինքն սիրելու հատկությունը, որովհետև սիրել ինչ է նշանակում, դու հոգևոր անձնավորություն ես, մի ուրիշ հոգու սիրում ես, հաղորդակցություն է նշանակում երկու հոգևոր անձնավորությունների միջև, փոխանակ Աստծուն սիրի կուրթերին է սիրում։ Ժողովուրդ ջան, Աստված մարդու մեջ դրել է հավատալու հատկություն։ Մարդու հոգեկանը նենց է կառուցված, որ մարդը ի վիճակի է հավատալ։ Հիմա փոխանակ մարդը Աստծու խոստին հավատա։ Իր մտքերին է հավատում, իր զգացմունքներին է հավատում, իր հնարած ուսմունքներին է հավատում, մարդկանց հնարած ավետարաններին է հավատում, ոչ թե երկնքից բերած ավետարանին։ Ուրեմն լրիվ աղավաղվել է ամբողջ կերպարը։ Նորից եմ ասում, Աստված մարդուն ստեղծել է սիրելու հատկությամբ, մարդը փոխանակ Աստծուն սիրի, սիրում է կուրքերին, իր եսն է սիրում։ Աստված մարդուն ստեղծել է հավատալու հատկությամբ, փոխանակ Աստծու խոստին հավատա, հավատում է իր մտքերին, իր հնարած ուսմունքներին, իր զգացմունքներին։ Աստված մարդուն ստեղծել է փառք փնտրելու հոգեբանությամբ։ Ես սրա վրա եմ ուզում մենակ կանգ առնել, ժողովուրդ ջան։ Մենք իհարկե շատ խիստ քննադատում ենք, ասում ենք, որ փառք փնտրել ինչքան վատ բան է, բայց Աստված է մարդուն այդպես ստեղծել, ժողովուրդ ջան։ Եվ ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ այդ մի հիմնական խոսքի վրա, որի վրա պետք է կանգ առնենք։ Այդ խոսքը գրված է Հովանու ավետարան 5-րդ գլուխ 44 համար։ Ժողովուրդ ջան, մենք 10 տարի կարդացել ենք այդ համարի կեսը։ 10 տարի պետք է եղել, որ Սուրբ Հոգու հայտնությունը լի, որ մյուս կեսն էլ կարդանք։ Այսինքն մյուս կեսն էլ կարդացել ենք, բայց չի եղել հայտնություն Սուրբ Հոգուց, որ հասկանանք ինչ է գրած։ Այդ համարում ինչ է գրած, դուք ինչպես կրնաք հավատալ, երբ իրար մեջ փառք կակնկալեք, եւ այն փառքը, որ Աստուծմեն է, չեք փնտրել։ Այն երկրորդ կեսի հասկանալու համար ասենք ինձ պետք է եղել 10 տարի եւ պետք է եղել եղբայրների սովորեցնելը, որ ես հասկանամ այդ ինչ է գրած։ Ասում է դու ինչպես կարող եք ինձ հավատալ, երբ որ ինչ եք անում։ Միմյանցից փառք եք փնտրում, բայց այդտեղ վերջատետ չի դրած, ժողովուրդ ջան, բա ինչ է դրած։ Ստորատետ է դրած եւ շարունակում է, բայց այն փառքը, որը Աստուծմեն է, ինչ եք անում, չեք փնտրում։ Այսինքն դուրս է գալի, որ Հիսուսը մեզ ինչ է սովորացնում, որ այն փառքը, որը մենք Աստուծմեն ունենք, դա պետք է փնտրենք։ Այսինքն դուք տեսնում եք մարդու հոգեկանում ինչ ահավոր մղում կա փառք փնտրելու, չէ՞։ Աստված այդպես է ստեղծել մարդուն, բայց սատանային հաջողվում է կույրության պատճառով ուղղությունը փոխել։ Ասենք մի Աստված ինձ ստեղծել է, որ ոտերի վրա մանկամ, ձեռներով հաց ուտեմ։ Հիմի սատանեն համոզում է, որ ձեռների վրա ման կալի, ոտերով է փորձի հասկեր։ Լրիվ խառնում է իրար։ Այսինքն Աստված ինձ ստեղծել է փառք փնտրելու հատկությամբ, բայց ես փոխանակ Աստուծմե եղած փառքը փնտրեմ, ժողովուրդ ջան, մարդկանցից եղած փառքն է փնտրում։ Ինչ է նշանակում այն փառքը, որը Աստուծմե է, չեք փնտրում։ Ինքը մեզ սովորացնում է, թե փնտրեք։ Մի եղբայր ասում էր, որ արտասահմանում տարածված մեծ հանցագործություն կա, որ երեխուն գողանում են։ Ասենք թե մեծ երեխուն գողացել են, զանգ են տալի հորն ասում են $10 միլիոն կբերես, երեխուդ կդանք, չես բերի, կսպանենք։ Հիմա այդ $10 միլիոն ոնց են գնահատում, ժողովուրդ ջան, այդ ինչ արժեք է։
Օրինակ, եթե հերը ասի սպանում եք, սպանեք, ոչ էլ ինձ հետաքրքիր է, 10 դրամ էլ չեմ տա, այդ դեպքում ինչ կնշանակի ժողովուրդ ջան, որ այդ երեխեն արժեք չունի, չէ՞։ Բայց որ իրանք ասում են $10 միլիոն կտաս, այդ $10 միլիոն այդ արժեքը որտեղից է առաջանում։ Արդյոք այդ երեխեն սիրունա դրանից է առաջանում, բոյով է, ես շատ գիտեմ գեղեցիկ է, որտեղից է այդ արժեքը։ Արժեքը առաջանում է, որովհետև գիտեմ, որ հերը սիրում է իր երեխուն։ Եթե երեխուն կորցնի, հոր համար ահավոր կորուստ է, ուրեմն արժեքը որտեղից է առաջանում։ Առաջանում է հոր սիրուց։ Հիմա որտեղից է իմ արժեքը, ես ինչ արժեմ, $10 միլիոն արժեմ, թե 10 դրամ էլ չարժեմ, իմ արժեքը ինչքան է։ Գուցե մարդկանց համար 0 է, բայց երկնքի համար, Աստծու համար, ինքն ասում է այն փառքը, որը Աստուծմե է, այդ փառքը ինչ է կանում, չեք փնտրում։ Հլա սկսենք փնտրել, հլա սկսենք ինձանից, ես ինչ արժեմ։ Ուզում եմ մտածել, ես ինչ արժեմ, ժողովուրդ ջան, եւ շատ բուրջ, մինչեւ վերջ։ Սատանեն ասում է, դու ինչ արժես։ Վերջի օրը կկշռի քու հանցանքները, մի քանի հանցանք, որ շատ էլի քան բարի գործեր են, կգցի դժոխք, ընդեղ ինչքան ուզում ես դու գոռա ճչա, ոչ էլ ասու պետքն է, դու ոչինչ չարժես։ Հիմա ուշադիր լսեք, մենք ինչ արժենք։ Եղբայրներ քույրեր, Սուրբ Գիրքն ասում է, որ մեծ ուրախություն կլա երկնքում մեկ մեղավորի համար, որ կապաշխար է։ Գրված է այս խոսքերը։ Մի պատկերացնենք, որ հենց հիմա այս աղոթին դու պետք է ապաշխարես։ Դու որ ապաշխարես, ասուն դառնաս, դա պատճառը որ ինչ լի։ Որ Աստված եւ իր բոլոր հրեշտակները եւ բոլոր փրկված զավակները ամբողջ երկինքը ուրախանում է, որ դու ապաշխարում ես։ Իսկ եթե չապաշխարես, ասենք մերժես, ասուն ինչ կնշանակի։ Սուրբ Գիրքն ասում է, իմ հոգին ծածուկ տեղը լաց է լինում ձեր մեղքերի համար։ Հիմա հասկանում ես քո արժեքը ինչքան է։ Քու ասուն դառնալով դու պատճառ ես, որ երկնքում Աստված եւ բոլոր հրեշտակները, բոլոր փրկվածները ամբողջ երկինք ուրախություն անի եւ քու մերժելը պատճառը որ ասում է իմ հոգին ծածուկ տեղը լաց է լինում ձեր մեղքերի համար։ Ժողովուրդ ջան, Սուրբ Գիրքը մեզ սովորացնում է, որ եթե 100 ոչխարից 99 ապահով տանն են եւ այդ մեկը, ասենք վտանգի մեջ է, Աստված թողնում է 99-ին եւ գնում է հատկապես այդ մեկի հետևից։ Հիմա եթե այստեղ լրի փրկված են, Տիրոջ հետ հաշտեն, ոչ մի խնդրեմ չունեն, մենակ դու ունես, Աստված բոլորին թողնում հատուկ քո հետևից է գալիս։ Հիմա այստեղ մենք պետք է կարողանանք ժողովուրդ ջան հասկանալ, հավատալ, ընկալել, փնտրել, գտնել այն փառքը, որը մենք ունենք Աստծուց։ Ասում եմ նորից, Աստված մարդուն ստեղծել է հոգեկան աշխարհ այնպես, որ նա ունի փառք փնտրելու հատկություն, բայց մարդը մեղ գործելու պատճառով վթարի ենթարկվելու պատճառով իր հոգևոր աշխարհը փոխանակ Աստծուց եղած փառքը փնտրի, մարդկանցից եղած փառքն է փնտրում։ 3 տարեկան երեխեն խիստ վատ ազգում, որ իր ծնողները իրանից փոքրին գրգում են, սիրում են, բժիշկներն ասում են կարող է դրանից դառնա ներվային հիվանդ։ Ինչու՞։ Որովհետև նրա փառք փնտրելու ցանկությունը ուղղված է ոչ թե Աստծուն, այլ մարդկանց, տվյալ դեպքում իր ծնողներին։ Հիմա 3 տարեկանից թող դառնա 50 տարեկան, 80 տարեկան, հոգեբանությունը նույնն է մնում,
նա շնչում է այդ օդը, որ մարդկանցից փառքմնդրի, որովհետև վթարի է ենթարկված, հոգևոր տեսողությունը կորցրած է, որ Աստված իրան այդ ստեղծել է, որպեսզի Աստուծմե եղած փառքը փնտրի, որ ինքը հասկանա, որ ինքը Աստծու համար խիստ կարևոր մեկն է։ Սատանեն ասում է, դու ինչ կարևոր ես դու։ Հիմա մի քանի հատ չար բարի գործ, մեղքերել մի քանի հատ ավել արած կլես, տանեն կշռեն, հետո տեսան, որ մի մեղք ավելա չես կցի դժող, ու դու ընդեղ հավիդյան կտանջվես, կգորաս, կճչաս, կխնդրես, որ Աստված քեզ ընդեղից հանի, բայց Աստված կասի, որ դու 70 տարվա մեղքերի համար հավիդյան պետք ընդեղ տանջվես եւ դա արդար դադաստանա, որովհետեւ ես արդար եմ։ Դժողքի գաղափարը օգտագործելով սատանան ուզում է, որ մեր արժեքը, մեր կարևորությունը Տիրոջ համար եղած Աստծու սերը մեզանից թաքցնի, ժողովուրդ ջան։ Դրա համար նա դժողքը ներկայացնում է հիմնականում շեշտը տնելով ոչ թե մարդու ներքն աշխարհի վրա, այլ արտաքինի վրա, ներսի թե դրսի։ Այդ խաբեությունը կատարելով ուզում է մարդուն հասկացնի, որ մարդը հասկանա, որ ինքը Աստծու մոտ 0 արժեք ունի եւ Աստծու սերն էլ իր հանդեպ եղած ընդհանրապես դադար խոսակցությունն է։ Ոնց է ուզում հասնի այդ նպատակին։ Այսինքն սատանեն, որ մեզ հետ պատերազմում է, ինչ է ուզում անի, ժողովուրդ, գողություն է ուզում անի։ Ասում է, ես եկա, որ դուք ինչ անեք։ Կյանք ունենաք եւ էլ ավելի ունենաք։ Իսկ գողը ինչի համար է գալիս։ Ասեք, ինչի համար է գալիս գողը։ Գալիս է գողանալու համար։ Մեզանից ինչ է գողանում։ Հակառակորդը ինչ է ուզում ինձանից գողանա։ Ուզում է գողանա Աստծու սիրո վրա եղած հավատքը։ Ոնց է ուզում գողանա, որ բանկ ուզում են թալանեն ծրագիր են սարքում, չէ, այնպես ֆանտաստիկ ծրագիր։ Ես հիշում եմ, որ ուսանող էի Հայաստանի պետական կենտրոնական բանկը թալանեցին։ Հետո սկսեցին խոսալ այ մարդ այդ մի հատ ուսանող երեխա, այդ ոնց է թալանել բանկը, ինչ միջոցով է թալանել, ինչ ծրագիր է կազմել, որ այդ հսկողության բանկը թալանել է։ Վերջում հայտարարեցին, որ մի հատ երեխայից մի հատ զոնտիկ է վերցրել, այդ զոնտիկով թալանել է բանկը։ Հիմա ասում ենք, լավ երեխու զոնտիկ ինչ կապ ունի այստեղ, զոնտիկով ոնց է բանկը թալանել։ Զոնտիկը վերցրել է ու ամեն օր մի կրիշից անցել է բանկի կրիշը ծակ արել, այդ զոնտիկը անցից մտցրել, բացել է։ Հետո ծակը լենացրել է, այդ թափված բանը զոնտիկի մեջ է լցվել, որ չգնի գետին շղկոց կա, պահակները լսեն։ Մեծացրել էր մեր հովիտ եղբոր հարևանն էր Լեննականի Հովանես եղբոր այդ գողացողը։ Մինչև այնքան էր մեծացրել, որ ինքը մտել էր այդ անցից ու շատ մեծ քանակությամբ փող տարել էր։ Ուրեմն այդ հսկա պահպանվող օբյեկտից մի հատ միտք առաջացել, երեխայի մի հատ զոնտիկ եւ արել էր այդ գողությունը։ Հիմա հակառակորդը ոնց է ուզում գողանա մեզանից, ժողովուրդ ջան, Աստծու սիրո վրա եղած հավատքը ոնց է ուզում գողանա։ Ասում է դու 70 տարի ես ապրում, հավիդյան կպատժվես, դե հիմա մտածի, որ Աստված սեր է։ Դու 70 տարվա մեջ այսքան կտանձվես, չարչարվես, վերջում կկշռեն, մի հատ չար գործ ավել եղավ, այդպես հավես ճեթաս, լաց այնտեղ կլինի լալ եւ ատամները կրճտել։ Ժողովուրդ ջան, հիմա մենք ուզում ենք բացահայտել այդ գողությունը, թույլ չտալ, որ հակառակորդը մեզանից գողություն անի։ Ասում է, եթե գողը մտնում է տուն, ինչ պետք է անի, որ կարենա գողանա։ Եթե տանտերը տենա, չէ, որ ուզում է գողություն անի, ինչ կանի տանտերը։ Կկռվի հետը, չէ, նա որպեսզի կարողանա գողություն անի, պետք է տանտիրոջ ինչ անի, հաղթի, չէ, նրա ձեռովոտը կապի, որ գողություն։ Եթե տանտերը տեսնի, նա թույլ չի տա։ Մենք ուզում ենք Աստծու խոսքով թույլ չտալ,
որ Սատանեն մեր ներսից գողություն անի։ Մենք ուզում ենք փնտրել այն փառքը, որ Աստուծմե ունենք, եւ թույլ չտալ, որ հակառակորդը մեզանից գողություն անի։ Ժողովուրդ ջան, Սուրբ Գիրքը ասում է, որ երկնքի արքայությունը ինչ է։ Երկնքի արքայությունը ուտելիք ու խմելիք չէ, հաբա ինչ է։ Արդարություն, ուրախություն եւ խաղաղություն է Սուրբ Հոգով, որը ձեր ներսիդին է։ Ուրեմն երկնքի արքայությունը որտեղ է։ Մեր ներսիդին է։ Երկնքի արքայության մասին գրված է, եթե կան ասեն հոս է կամ հոն է, ինչ անեք, չհավատակ, այսինքն տեղը չի էական։ Երկնքի արքայությունը ուտելիք ու խմելիք չէ, հաբա ինչ է։ Արդարություն, ուրախություն, խաղաղություն է Սուրբ Հոգով, որը ձեր ներսն է։ Ուրեմն հոգևոր կյանքի փրկությունը կապված է մարդու ներսի հետ։ Մարդը պետք է հասկանա, որ եթե ինքը իր հոգեկանում դատարկությունը զգաց, այդ մարդը 3 րոպե չի կարող ապրի, գնա կամուրջից գցի իրան։ Ուրեմն մարդու ներսն է, որ լցվում է արդարությունով, խաղաղությունով եւ ուրախությունով։ Եվ դա լինում է, երբ որ նա իր մեջ կրում է աստվածային կյանքը։ Հիմա ո՞նց է մարդը գնում դժոխք։ Սատանեն ասում է, որ տեսն այն դժոխքում խնդրում է, աղաչում է։ Աստված ասում է, չէ, պետք է տես տանջվես, որովհետև դու անարդար ես։ Ժողովուրդ ջան, ով է գնում դժոխք, ովքեր խավարը սիրում են, ովքեր լույսը ատում են, ուշադիր լսեք, այստեղ է, որ Սատանեն գողություն անում։ Ասենք հիմա դու քու երեխուն ուզում ես, որ երեխեն քու մոտ մնա, բայց երեխեն քեզ ասում է, որ ես քեզանից զզվում եմ, ես քեզ ատում եմ։ Չեմ ուզում քու ներկայությունը։ Ինչ պետք է անես դու։ Ուշադիր մտածեք, ասենք քու երեխեն քեզ ասում է, որ ես քեզ չեմ սիրում, քեզանից զզվում եմ, քեզ ատում եմ, թող ես պետք է քեզանից հեռու գնամ։ Այդպես էր ասում, չէ՞ անառակ որդին։ Հիմա եթե հայրը վերցներ իրան գցեր պատվալ ու դուռը վրան փակեր, ինչ կլներ դրանից ժողովուրդ ջան։ Մեկան պատվալի պայմանները լավ աներ թե վատ աներ, կապ չունի, մեկան նրա հոգու խորքում կմնար ինչ հավատ, որ իր իսկական ուրախությունը կյանքը մեղքի մեջ է, չէ՞, դուրս է, չէ՞, այսինքն հեր իրանից խլում է այդ կյանքը, ինչ կստացվեր դրանից։ Հիմա Սուրբ Գիրքը ասում է մեզ Հովհաննես ավետարանը, ովքեր որ խավարը սիրում են, նրանք ինչ են անում, լույս ինչ են անում, ատում են։ Հիմա եթե դու ատում ես լույսը, եթե դու ատում ես Հիսուսին, Աստծուն, բայց քո փրկությունը, քո ուրախությունը, քո հավիտենական կյանքը Աստծո ներկայությունն է, Աստծո հետ հաղորդակցությունն է, ուրիշ կյանք չկա, Աստված գիտի, որ ուրիշ կյանք չկա, այդ Սատանեն է քեզ խաբե, որ մարդկանց մեջ փառավորվես կյանք ունենաս, բայց Աստված գիտի, որ ուրիշ կյանք չկա, հիմա դու էլ Աստծուն ատում ես, խավարն ես սիրում, չես ուզում իր ներկայությունը, հիմա Աստված քեզ մոտ պետք է փրկի։ Եթե մենք փրկության իմաստը հասկանանք արտաքին պայմանները, որ մազութի բոշտից քեզ վառում են, ներքնաշխարհը այստեղ կապ չունի, Սատանեն տենց է ներկայացնում, երկնքի արքայությունը ներսում է, թե դրսում ես հարցը մոռացի, ընդամենը արտաքին պայմաններ են, եթե մազութի բոշտից քեզ հանի տանի տնի մի հատ գետի ափ, որտեղ ծառեր են, ծաղիկներ են, ծտերներ ծլվելում են, արևոտել եղանակը, դու կզգաս քեզ դրախտում, կզգաս քեզ երջանիկ, բայց եթե տանի կողքի մազութի բոշտեն ու վառեն Սատանեքը, կզգաս քեզ դժոխքում եւ դժբախտ, այսինքն փրկությունը կամ կորուստը ընդամենը արտաքին պայմաններ են, քու ներսի հետ ոչ մի կապ չունի, այդպես է ներկայացնում Սատանեն։ Դրա համար ասում է, որ հլանայի, այդ Աստված քեզ ոնց է սիրում, որ դու պետք է դժոխքում հավիտյան տանջվես, լացես, գոռաս, աղաղակես, ինքն էլ լինելով ամենակարող,
որ կարող է այդ կրակը հանգցնի քեզ էլ այդտեղից հանի ու այդ բանը չի անում։ Այսինքն ուզում է դրանով ինչ անի ժողովուրդ ջան, մեր սրտից ինչ անի, գողություն անի, բայց իրականության մեջ Հիսուսն ասավ ինձի եկողին, ես բնավ դուրս չեմ հանի։ Մարդը կորսում է, որովհետև ինքն է մերժում Աստծուն։ Ինքը սիրում է խավարը, ինքը Աստուծմե եղած փառքը փնտրելու փոխարեն մարդկանցից է փառք փնտրում, հավատում է, որ մարդկային փառքի մեջ է իր կյանքը, այդ հավատով, որ մեռնում է, ինքը ատում է լույսը, ատում է Աստծուն, նա Աստծո ներկայությունը չի ուզում եւ այդպես մնում է Աստծուց հեռու։ Այսինքն ինքն է իր գլխին այդ դժոխքը սարքում, իր ներսը, որ մնում է դադարք ու ծառավ, այն արտաքին կրակները իր ներսի դադարգության մոտ հեչ բան են։ Եթե մարդը հոգեպես զգում է իրան դատարկ, իր արտաքին պայմանները ուզում ես մազուտ վառի, ուզում ես ոսկիների մեջ դեր լրիվ մեկ է։ Իմ ընկերոջ մերը մի ամիս չխոսեց։ Եդիգարյան Գագիկ աննով ընկեր ունեինք, համալսարանի ուսանող, մահացավ հարսանիքից 3 օր առաջ իրա։ Մայրը ոչ մի բառ չխոսեց մի ամիս։ Հիմա իր արտաքին պայմանները հրաշալի էին, բայց ներսը վառվում էր։ Մի ամիս հետո թույն խմեց մեռավ։ Հիմա այդ արտաքին պայմանները կան, բայց ներսում չկա կյանք, իր կյանքը իր երեխաներ չկար։ Հիմա ժողովուրդ ջան, երբ որ մարդը կորցնում է իր կուռքը, զգում է հոգեկան դադարգությունը, ծառավը հոգու, նա չի դիմանում։ Եթե մի ուրիշ կուռք չճարի այս աշխարհում, գնա ինքնասպան կլի։ Հիմա երբ որ Սատանեն խաբում է մարդուն, ասում է, որ շատ ուրախություններ կան, ասենք մարդը 20 տարվա հիվանդ է ու հանգարցածի առողջացավ, ինչ ալում այդ մարդու վիճակը։ Այդ մարդը ուրախանում է, բայց ինչքան է տևում այդ ուրախությունը։ Մի օր, 10 օր, մի ամիս, մի տարի, ինչքան է տևում։ 10 տարի, այդ ուրախությունը անցնում է, ժողովուրդ ջան, սովորական է դառնում։ Ասենք մարդը աղքատերու հանգարցածի հարստացավ, ուրախանում է այդ մարդը, բայց ինչքան է տևում այդ ուրախությունը։ Մի օր է տևում, մի ամիս, մի տարի, 10 տարի, մեգա իր համար դառնում է սովորական, նորից անցնում է։ Դրա համար Հիսուսը ասում էր Սամարացի կնոջը, ինչ էր ասում։ Ինչ ջուրել որ խմեք, ինչ կանեք։ Ինչ է նշանակում, եղբայրներ, քույրեր, դարձյալ կծառավեք։ Դարձյալ կծառավեք, ինչ է նշանակում։ Այսինքն այդ խմելու մոմենտին ձեր ծառավը թվում է թե ինչ եղավ, անցավ։ Այդ պահին, որ թվում է թե անցավ, դրանով մարդը խաբվում է, բայց ասում է դարձյալ ինչ կանեք, կծառավեք։ Բայց որ դեպքում չեք ծառավի։ Բայց ասում է միայն այն դեպքում, երբ որ ես ձեզ ջուր տամ ու իմ տված ջուրը խմեք, ինչ կլինի։ Ասում է ձեր ներսում այդ կդառնա ինչ, աղբյուր, որը կբխինչի մար հավիտենական կյանքի մար։ Այսինքն երբ որ դու քու հոգով հաղորդադիս կլնես Աստծո Սուրբ Հոգի բերած կյանքին, Քրիստոս կյանքին, այդ կյանքը քու ներսում կդառնա աղբյուր, եւ դու հավիտյան չես ծառավի։ Իսկ այն մնացած բոլոր դեպքերում դու ինչ կլնես, նորից կծառավես։ Ուրեմն հիմի հակառակորդը ոնց է ուզում մեզանից գողություն անի, ինչն է ուզում գողանա։ Ուզում է մեր ներսից գողանա Աստծո սիրո վրա եղած հավատքը, որ Աստված մեզ սիրում է, նախադասությունը լինի ընդհանրապես օդի միջի խոսակցություն, փաստ, պրակտիկ, կոնկրետ արժեք չունենա։ Իսկ ինչ է նշանակում, որ մենք իրապես հավատանք, որ Աստված մեզ սիրում է եւ այդ սիրուց օգտվենք, ինչ է դա նշանակում։ Մենք դի հասկանանք, ժողովուրդ ջան, որ մարդը հայտնվում է դժոխքում, որովհետև ինքն է մերժում Աստծուն։
որ դժողքի այդ արտաքին կրակները ներքին ծառավի արտաքին սիմվոլներն են, հիմնական տանջանքի շեշտադրությունը մարդու հոգեկանի դատարկությունն է, որ մարդը հոգեպես հեռու է Աստծուց, բայց մարդը ինքն է ատում Աստծուն, ատում է խավարը, դրա համար է մնում հեռու։ Նշանակում է մենք պետք է թույլ չտանք, որ Սատանեն ինչ անի, մեր սրտից գողություն անի, Աստծո սիրո վրա եղած հավատքը, որ գողանում է, արդեն մենք էլ չենք հավատում, որ Աստծո ներկայությունը մեր հոգում ինչ է, ձրի պարգև է։ Դրա համար կնոջ հետ խոսալուց Հիսուս ինչ ասավ, եթե դու իմանայիր ինչ է, Աստծո ձրի պարգև է, եւ եթե իմանայիր ով է քեզ հետ խոսում, եւ եթե խնդրեիր։ Հիմա ժողովուրդ ջան, ասենք թե 20 տարի եկել ենք մեր մեջ, մեզ թվում է թե ոչինչ չի փոխվել։ Հիմա այս պահին մենք ինչ պետք է անենք, ամփոփում եմ ու աղոտ կանենք ժողովուրդ ջան։ Ինչ պետք է անենք այս պահին։ Արդյոք գնանք Մասիս Սարը շալադենք բերենք ստեղ վարդապետ, ինչ անենք, որ Աստծո գործը գործենք, որն էր պատասխանը։ Եվ սա է Աստծո գործը, որ անոր ուղարկվածին հավատակ։ Ինչ է նշանակում, եղբայրներ քույրեր, աղոթից առաջ հավատալ անոր ուղարկվածին։ Հիսուսը ուղարկվածն էր, չէ՞։ Ինչ է ասում Հիսուսը մեզ, որ մենք պետք է հավատանք։ Ժողովուրդ ջան, շատ ուշադիր լսեք։ Ասում է, որ քանի որ Եդեմական պարտեզում տեղի է ունեցել վթար, մարդու տեսողությունը կորել է։ Մարդու շատ հոգեկանի հատկություններ հակառակն է, ոնց որ ասենք ձեռների վրա մանկա մարդը, ոտերը ուզենա հաց ուտի, խառնել է իրար, էլի սա քաոս է սարքել։ Ասենք մարդուն Աստված ստեղծել է այդ հատկությամբ հոգեկանի, բայց փոխանակ Աստծու մոտ եղած փառքը, Աստծու մոտ եղած իր արժեքը փնտրի, մարդկանց մեջ է փնտրում։ Եվ Սատանան գողություն անում ասելով, որ տեսար 70 տարվա մեղքերի մեջ քեզ գցում է դժոխք, կնա սաղ կյանքը տնտեղ լացի ու ողբա։ Բայց երբ որ մենք հասկանում ենք բուն ավետարանը, հասկանում ենք, որ տանջանքի իմաստը Աստծո բացակայությունն է եւ մարդը ինքն է մերժում Աստծուն, դրանով ինքն է իր գլխին հետ սարկում։ Սերը զորով չի լինում, ժողովուրդ ջան, Աստծուն նա հնարավորություն չի տալիս իրան փրկելու։ Բայց եթե ավազակի նման կյանքի վերջի պահին էլ ասում է, ես ուզում եմ քեզ հետ լինեմ, ասում է այսօր ինձ հետ կլինես։ Ուրեմն այս ամենը իրար հետ ամփոփելով վերջում ինչ ենք ասում։ Եղբայրս, քույրս, 20 տարի քեզ թվում է թե ոչինչ չի փոխվել։ Բայց շատ լուրջ փոփոխություն ա եղել քեզ հետ, որը դու չես նկատում։ Եթե դու շարունակում ես հավատալ, որ աշխարհի փառքն է քո կյանքը, շատ ցավալի է, մենք պետք է խնդրենք, որ Աստված ողորմություն անի քեզ, բայց եթե դու հավատում ես, որ աշխարհում կյանք չկա, կյանքը Հիսուսն է, ուրեմն շատ այն ինչ որ պետք է փոխվի, այնի փոխվել է։ Քեզ թվում է թե քո հին մարդը պետք է փոխվեր մեղքի բնությունը, որ առաջ այս հատկություններ ուներ, հիմա ուրիշ հատկություն, մեղքի բնությունը չի փոխվում, ժողովուրդ ջան, մեղքի բնությունը պետք է մեռնի, խաչվի, ոչ թե փոխվի։ Բայց մեր հավատքը պետք է փոխվի։ Մենք պետք է հավատանք, որ կյանքը աշխարհի մարդկանց մեջ փառք փնտրելու հետ չի կապված, այլ կապված է Աստծո որդու հետ, եւ պետք է մեր արժեքը ճանաչելով, Աստծո համար մեր կարևորությունը հասկանալով, գանք հավատքի երկրորդ քայլին, որ Աստված սիրելով մեզ տալիս է պարգև կյանքի եւ արդարության, այսինքն մեր անելիքը ընդամենը մեր սիրտը Աստծո առաջ բացելն է, իսկ ինքը մենք պետք է ճանաչենք պարգևը հավատքով,
ինքը բնակվում է մեր սրտի մեջ, մեր անելիք իրան սիրելն է, Քրիստոս մեր մեջ հայտնվելով մեղքի բնությանը իշխանազուրկ անում եւ ինքը ապրելով մեր մեջ հաղթում է մեղքին ու աշխարհին, մեզ մնում է հավատքով այդ պարգևը առնել ու ամբողջ կյանքում թե երկրի վրա թե երկնքում փարվել ոտքերին իր սերը վայելել եւ մնացածը հաղթելը պատերազմելը այդ ամենը իր գործն է, մեզ մի գործ է մնում սիրել իրան ու վերջատետ եւ հիմա մեզ պետք է ժողովուրդ ջան, որ մենք հասկանանք նորից, որ մեր հին մարդը 20 տարի սպասել ենք փոխվի, 200 տարի էլ սպասենք չի փոխվի, բայց ինչը որ Աստված ուզում է որ փոխվի, փոխվել է, մեր մեջ փոխվել է հավատքը, որ աշխարհում կյանք չկա, Հիսուսն է կյանքը։ Հիմա այդ հավատքը պետք է հաճի մինչև որ կետը, որ մենք ճանաչենք Աստծու ձրի պարգևը, մեր մեղքի բնությունից պարտված, չախճախված, արյան մեջ կողված վիճակում ամեն օր, ամեն առավոտ մենք պետք է աղոթք կանենք եւ Աստծու կյանքը պետք է ավելանա մեր մեջ որպես ձրի պարգև եւ այդ պարգևը հավատքով առնելուց ամեն օր Քրիստոս մեր մեջ պատերազմում է, մենք անելիք ուրիշ չենք ունենում բացի իր սերը վայելելուց եւ այն մնացածը որ ուզում ենք մենք կատարենք ինքն է կատարում դա է այդ խոսքի իմաստը որ խաչի վրա ասեց ամեն բան կատարվեցավ ուրեմն Աստված օգնի որ այս խոսքերը տպվի մեր սրտի մեջ եւ այդ հավատքով աղոթքի մեջ մենք առնենք այն ինչը որ 20 տարի չենք առել հավատանք որ Աստծո բնությունն պետք է մեր մեջ կա եւ մեր վարքի մեջ լինի սեր, խաղաղություն, ուրախություն, սա Սուրբ Հոգու պտուղներն է, Աստվածային կյանքի պտուղներն է, ոչ թե պետքա փոխվի հին մարդը, այլ պետքա նորը հավատքով մեր մեջ բնակվի ամեն աղոթենք